Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը վճռական գործողություններով խափանել է Զանգեզուրի միջանցքի բացման փորձը, որը նախատեսվում էր Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով։ Վելայաթի խոսքով այդ նախագիծը վտանգ էր Իրանի եւ Ռուսաստանի շրջափակման համար, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենն ասել էր, որ ամեն ինչ պատրաստ է մեկնարկի համար։ Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին, եթե Ամերիկայի հետ հակամարտություն սկսվի, հայտարարել է պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Անցյալ շաբաթ փորձարկել են 2 տոննա կշռող մարտագլխիկով հրթիռ։ Եթե մեծ հակամարտություն պարտադրվի, մյուս կողմի կորուստները անշուշտ ավելի մեծ կլինեն եւ Ամերիկան ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ասել է պաշտպանության նախարարը։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադե մարդու անունը ավելի շատ հայտնվել է կոռուպցիոն սկանդալներում, քան հենց Իլհամ Ալիևինը։ Ազգությամբ Թալիշ այս հոգևորականը մի քանի անգամ է մեղանչել իր ծագման դեմ։ Իհարկե բազմաթիվ են խայտարակ տխուր պատմությունները Փաշազադե անվան շուրջ, բայց դրանցից միայն մեկն է մատնում այս գործչի իրական նկարագիրը։ Ալիև Էլիչբեյը հենց այս տեսանյութում է պատմում, որ Ալաշուքյուր Փաշազադեն որպես ազգությամբ Թալիշ Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումաթովի կողքին է նստել, օրհնյալ նորաստեղծ Թալիշական հանրապետությունը, խոնարհությամբ հաստատել Հումաթովի այն միտքը, որ Ադրբեջանի տարածքը թյուրքերի հետ որևէ կապ չունի եւ թյուրքերը պիտի դուրս շպրտվեն Ադրբեջանից։ Բայց երբ գալիս հասնում է Թալիշ Մուղանյան հանրապետության անկման պահը, այս նույն հոգևորականը լքում է հայրենասեր Թալիշ կերպարը, որոշում ճամբարափոխ լինել, ուրանալ ազգությունը, կեղծ ցուցմունքներ տալ Թալիշական ազգային շարժման գրեթե բոլոր առանցքային գործիչների դեմ։ Գործին միանում է նաև եղբայրը։ Հիմա այս ազգադապ հոգևորականին չեն հարգում թե այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիները ծագման պատճառով եւ թե հենց Թալիշները, որովհետեւ բոլորին հայտնի գաղտնիք է նրա պատմական դավաճան լինելը։ Ալաշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով ներառյալ եղբայրը, Ջավանշիրը, որդիները եւ փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, եւ սա է այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին եւ նրա ընտանիքին։ Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի 100 միլիոն դոլար։ Սատանայի որդի անաստված հոգևորականի մասին 13,000 մեկնաբանությունների ուսումնասիրման ամենաշատը հենց այս նկարագիրն են հանդիպում։ Եվ հիմա պատմության ամենավարկաբեկված հոգևորականներից մեկը հանդգնել է բողոքի նամակ հղել եկեղեցականների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։ Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց բռնության մեղադրելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ։ Ահա այսպիսի պատկերավոր ձևակերպումներ Փաշազադեի կատարմամբ։ Նրա կոկորդին ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովն է մնացել։ Ամբողջ քրիստոնեական համայնքը աջակցեց այս գաղափարին, դա առավել քան ընդունելի եւ առավել քան դրամաբանական է։ Զուգահեռաբար սրա վերաբերյալ առնվազն ոչ մի առարկություն չեն ունեցել մահմեդական համայնքները, իսլամական համայնքները, համախմբող կառույցները, առնվազն որոշ դեպքերում իրենց լռությամբ աջակցել են այս համաժողովի իրականացմանը։ Ալիևի պես պատմական արդարությունից շատ է դողում այս հոգևորական կոչվածը, իսկ ով կուզեր խոսել, լսել մի պատմության մասին, որի անջնջելի էջերում է ուրացել սեփական ազգությունն ու ծագումը, հոգևորական, որ լռությամբ հանցակից է մանկան ու տարեցի սպանության, եկեղեցիների քանդման ու բազում այլ անհաշվելի մեղքերի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ ողջունելով զրուցակցին, Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին Հայաստան կատարած այցի համար։ Կողմերի քննարկումների առանցքում են եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերը։ Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հունիսի 10-ին լուսարձակող նռնակներ է կիրառել միգրանտների դեմ ռեյդերներին ընդդիմացող ցուցարարների դեմ։ Մեկ ցուցարար ոտքի վնասվածք է ստացել, սակայն հրազեն ոստիկանների մոտ չի նկատվել։ Բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր հատվածներում։ Քաղաք է ժամանել 700 ծովային հետևակային, իսկ ազգային գվարդիայից ներգրավվել է մոտ 2000 սպա։
Ֆրանսիայում աշխատանքային այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարի հետ։ Քննարկվել է 2025-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի կազմակերպման ընթացքը։ Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բարձր մակարդակով անցկացնել միջոցառումը, կարևորելով դրա դերը միջազգային գործակցության խթանման մեջ։ Ուկրաինային հասցված ռուսական ինտենսիվ հարվածներից հետո Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովման նպատակով Լեհաստանի եւ դաշնակիցների ռազմական օդանավերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության։ Ռուսական հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Evita կրիպտոընկերության հիմնադիր Յուրի Գուգնինը ավելի քան $500 միլիոն փողերի լվացման, պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողությունից խուսափելու մեղադրանքով։ Դատախազները պնդում են, որ նա գործել է կրիպտո ստարտափի քողի տակ եւ կապեր է ունեցել Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաների, այդ թվում ռուսական հետախուզության անդամների հետ։ Ապօրինի սահման հատել, անցնել 1000 ու մի նոր փորձությունով կամ մի կերպ տեղ հասնել ու մնալ առանց որևէ փաստաթղթի։ Միայն թե հասնել երազանքի երկիր, Ամերիկա։ Եթե սկզբում թվում էր, թե ամեն ինչ լավ է, ապա Թրամփը եկել է ասելու, որ իրականում ամեն ինչ ավարտված է։ Օրինական փաստաթուղթ չունես, ուրեմն պետք է լքես Ամերիկան։ Թրամփի խիստ ներգաղթային քաղաքականության, մասնավորապես ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքի ցույցերը Լոս Անջելեսում մեծանում են ձնագնդի էֆեկտով։ Ամեն օր մեծ թվով ազգային գվարդիայի զորքեր են դուրս գալիս փողոցներ, հրավառ նյութեր են կիրառվում, ցուցարարները հրդեհում են տարածքներ, ներկում շենքեր, կոտրում խանութների ցուցափեղկեր, ուժայինների հետ պարբերաբար բախումների հետևանքով կան շուրջ 500 ձերբակալվածներ։ Ըստ տարբեր աղբյուրների վիրավորների թիվը հատում է 200-ը։ Գիշերը Կալիֆոռնիայում նույնիսկ պարետային ժամ է հայտարարվել։ Բողոքյալիկը կարծես թե Կալիֆոռնիա նահանգը չի կարողանում կարգավորել, որովհետև անկարգությունները զանգվածային են, պարբերական են, եւ դրա համար Թրամփը որոշել է գվարդիային ներգրավել։ Պարբերաբար ICE կոչված կառույցը ռեյդեր իրականացնում է ամենատարբեր քաղաքներում, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայում, եւ այդ թվում նաեւ որոշ հայ իմիգրանտներ դեպորտացիայի ենթարկվել եւ ուղարկվել են կամ ուղարկվելու են Հայաստան։ Հայերի կամ առհասարակ որևէ ազգության ապօրինի միգրանտների մասին հստակ թվային տվյալներ չկան, բայց ամերիկագետն ասում է, անկախ նրանից, թե ինչ խմբեր են փողոց դուրս եկել, Թրամփի այս ծանր օրենքը տարածվում է բոլոր ապօրինի միգրանտների, այդ թվում մեր հայրենակիցների վրա։ Արտաքսման մեծ ալիքի ամեն դեպքում պետք է սպասել։ Ապօրինի միգրանտները մնում են Միացյալ Նահանգների համար ապօրինի միգրանտներ եւ տարբերություն չկա, թե որտեղ քաղաքացիներ են, դրանք կլինեն Հայաստանի քաղաքացի, դրանք կլինեն Էլ Սալվադորի քաղաքացի, Մեքսիկայի քաղաքացի եւ այլն, բոլորը ենթարկվում են դեպորտացիայի։ Գիտենք, որ առաջիկայում նման ալիք նաեւ Հայաստան սպասվում է, որտեղ այդ նույն կալանավորման վայրերում հայազգի կալանավորները բավականին մեծ թիվ են կազմում։ Խոսքը իհարկե գնում է տասնյակ հազարավորների մասին, որովհետեւ նրանք ոչ միայն Հայաստանից, այլ այլ պետություններից են եղել, որ արտագաղթել են Միացյալ Նահանգներ։ Եվ որքան ծավալվում, սրվում են անկարգությունները, այնքան ծանրանում է ամերիկյան քաղաքականությունը։ Զիջում չկա, Ամերիկան փակում է դռները անկոչ հյուրերի համար։ Իրանում նավթաքիմիական համալիրի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների զոհվել է առնվազն 3 մարդ, 10 մարդ վիրավորվել է։ Արաբկիրի Շիրվանզադե Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում մի քանի օր է հակասանիտարական վիճակ է։ Ամենուր գարշահոտ է, պատճառը դիտահորից դուրս եկող գոյաճրերն են։ Հետո դա չգիտի ոնց անցնի։ Քաղաքացիները զայրացած են, չեն կարողանում հասկանալ տարվա այս եղանակին ոնց կարելի է նման հարց աչքաթող անել։ Խոլերայի վտանգ կա, անցուդարձ անել էլ չեն կարողանում։ Սենց այդ մինչև Կոմիտասի պողոտա։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ զանգել են համապատասխան կառույցներ, այդ թվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, թեպետ այստեղից Արաբկիրի թաղապետարան մի քանի քայլ է ու չգիտես ինչու այս գարշահոտ վիճակը թաղապետարանին չի հետաքրքրում, չի հուզում։ Երևանցիները ոչ միայն Վեոլիա ջրի, նաև քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում խնդիրն արագ կարգավորելու համար։ Քամանչայի քաղցր մեղեդին է թևածում դահլիճով մեկ ու դիպչում հանդիսատեսի սրտին։ Վեց քամանչահար է մեկ բեմում։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաներն են կենթանություն տալիս գործիքին։ Նոր սերնդի ձեռքին դարերի պատմություն ունեցող քամանչան միանգամայն այլ շունչ է ստանում։
Նվագում եմ 10 տարեկանից, առաջին անգամ գործիքի մասին իմացել եմ դպրոցում դասավանդող ազգային երգև պար առարկայից, մեծ հետաքրքրություն առաջացավ սովորելու եւ 10 տարեկանից, ինչպես արդեն ասացի, գնացի երաժշտական դպրոց եւ սովորեցի։ Քամանչահարները այդքան էլ շատ չեն ու գործիքը պահպանելու նպատակով ես էլ որոշեցի շարունակեմ եւ ռոպագանդեմ այս գործիքը։ Աշխարհումս աղջիմ քաշի Սայաթ Նովայով են սկսում իրենց մենահամերգը։ Քամանչայի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը տարիներ շարունակ իր սաներին փոխանցող Արշակ Իսախանյանը համոզված է, ազգային գործիքները ոչ միայն մեր մշակույթի հարստությունն են, այլև ապագայի կապը արմատների հետ։ Ուստի ժամանակի մարտահրավերն է քամանչահարների մեծ բանակ պատրաստել ազգային գործիքները ստվերից փրկելու համար։ Նպատակն է, որ մենք ժողովրդին ցույց տանք, որ այս նվագարանը իրոք մեր է եղել, մերն էլ կա ու կմնա։ Շատ լավ վարպետներ ենք ունեցել, որ ասենք աշխարհում համարվել են վիրտուոզ քամանչահարներ եւ հասել է այսօր այդ նվագարանը մեզ, ես էլ ուզում եմ, որ շարունակական լինի, զարգացնենք այս ճյուղը նամանավանդ մեր հեռավոր մարզերում։ Քոլեջի փոխտնօրենն էլ ընդգծում է, միջոցառման նպատակն է արթնացնել սերը դեպի ազգայինը, ցույց տալ, որ այն կարող է լինել ժամանակակից, հուզիչ ու կենդանի։ Ամենակարևորը, որ մեր ազգային գործիքները չեն մոռացվում, պահպանվում են եւ այս լավ ավանդույթը շարունակական բնույթ է կրում։ Կորչում են ժամանակն ու տարածությունը, երբ խոսում է գործիքը, այն լոկ հնչյուններ չի ներկայացնում, այլ պատմում է քո ինքնության պատմությունը։ Առավելապես ուրախանում եմ այն փաստով, որ քամանչաները գնալով շատանում են։ Որովհետև վերջին տարիներին շատ էր նվազել։ Այսպիսի միջոցառումները միանգամայն խթանում են ազգային նվագարանների զարգացման կարևոր գործին։ Սա դեռ միայն սկիզբն է, քոլեջի ստեղծագործական անձնակազմը վստահեցնում է, առաջիկայում նոր ու գեղեցիկ անակնկալներ են սպասվում։